Որևիցե մեկը որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի։ Հոգևորականների ննջարաններում սեքս սկանդալներ փնտրող Փաշինյանի խոսքերը տեսախցիկների առաջ կրկնում է Ալեն Սիմոնյանը, որը հայտնի է քաղաքացու վրա թքելու աղմկոտ պատմությամբ։ Հիմա դուք կկրկնեք այդ բառը, եթե հայոյանք չի Փաշինյանի։ Դոմփել բառը։ Ինչու՞ չեմ կրկնի։ Իրավաբանի դիպլոմ ունեցող Ալեն Սիմոնյանի համոզմամբ Փաշինյանի ասած իր կրկնած բառն ամենևին էլ հայհոյանք չէ։ Հայհոյանք բառը ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևը ունի արտահայտվելու, եւ իր ճիշտ ձևով գտնում է որ պահին թե ինչ ասի։ Սիմոնյանը կաշվից դուրս է գալիս արդարացնելու Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։ Մինչդեռ ըստ հրապարակ օրաթերթի քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեծ մասը դեմ է այս հակամարտությանը, բայց չի համարձակվում բարձրաձայնել այդ մասին։ Փաշինյանը թիմակիցներին փորձում է համոզել, թե հայ առաքելական եկեղեցին ներգրաված է ներքաղաքական իրադարձությունների մեջ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը նկատում է Նիկոլ Փաշինյանը անցնում է զրպարտելու հարազատ ոճին, երբ զգում է, որ իր դեմ ներքաղաքական պայքարը թափ է հավաքում։ Այդպես էր նաև 2024-ին, երբ Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին նա փորձեց հռչակել Կրեմլի ագենտ։ Էլ ինչ ասեցին, գիտեք ինչ Կրեմլի ագենտներ են, գումարներ են ստանում, տարադրամի այդ փոխանակման կետերում ռուբլու կուրսը բարձրացել է բան։ Երբ որ մենք պաշտոնական գրություն ուղարկեցինք, ԱԱԾ-ն հերքեց, ասես նման բան գոյություն չունի։ Այսինքն սա զրպարտանք է։ Դանելյանը նկատում է Փաշինյանի թիմը եկեղեցու դեմ արշավ է սկսել Բաքվի պահանջով, երբ վեհափարը Շվեյցարիայում խոսել է արցախահայերի վերադարձի իրավունքի, Արցախի մշակութային կոթողների վերացման մասին։ Այս կոնտեքստում սա ում չի դուր չի գալիս Ալաշուքուր Փաշիզադեին եւ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն դրանից առաջ էլ հիշեցնեմ, որ Փաշիզադեն հայտարարություններ արել, գիտեք որ խայտարակ հայտարարությունը կապված Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վերաբերյալ կոնկրետ հստակ հանձնարարություն են կատարում։ Թշնամու բոլոր պահանջները բավարարող Հայաստանի իշխանությունը չի հաշտվում հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի հետ, որը նաև սահմանադրությամբ է ամրագրված։ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանադրությունը փոխելիս դա էլ վերանայեն, վստահեցնում է դեռ նման քննարկումներ չեն եղել։ Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Հայ առաքելական եկեղեցուց թափանցիկություն պահանջող իշխանականները 2 ամսից ավելի է թաքցնում են հայ-ադրբեջանական համաձայնեցված պայմանագրի տեքստը, նկատում է Գառնիկ Դանելյանը։ Նրա խոսքով նոր զիջումների է պատրաստվում Փաշինյանը, դրա համար է ցանկանում է լռեցնել ոչ միայն ընդդիմադիրներին, այլև մեր հոգևորականներին, որոնք նույնպես անհաշտ են իշխող վարչախմբի քաղաքականության հետ։ Նրանց խոսույթը եւ սրանց խոսույթը մեկ է, այսինքն իրենք մի դաշտում են գործում եւ կոնկրետ նպատակադրված հարվածում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն, որպեսզի ամբողջությամբ կառույցը մանավանդ սպասվող նոր զիջումների, սպասվող նոր աղետների շեմին, որոնք փորձելու են հասցնեն, այս իշխանությունները այդ ինստիտուտը վարկաբեկելու, այդ ինստիտուտը քանդելու գործընթացով են զբաղված։ Հիշեցնեմ, որ իրենք ունեն բանավոր եւ գրավոր, այսպես ասած, փոխըմբռնումներ Ադրբեջանի հետ եւ առաջիկայում որոշակի process-ներ են սպասում։ Ըստ Դանելյանի, թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար իշխանությունը պատրաստ է ցանկացած ստորության։ Պատգամավորը չի բացառում, որ առաջիկայում անգամ արհեստական ինտելեկտի միջոցով արկաբեկող նյութեր ստեղծվեն ու տարածվեն։ Նա հիշեցնում է, թե ինչպես ՔՊ-ն ամբողջ կազմով ներխուժեց կուսակից Աղազարյանի հեռախոս ու փորձեց խայտառակել տարիքն առած պատգամավորին։ Ինչի մեջ ասես մեղադրեցին յուրային մարդուն, որը որ իրենց հետ ճանապարհ էր անցել, չէ՞, էլ հոմոսեքսուալ ասելով, էլ պետական դավաճանության մեջ մեղադրեցին, ինչ եղավ դրանք։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։